չեն կարող մարդիկ աշխատեն, գնային շատ վատ վիճակ է, այսինքն պատվիրատուն, լոգիստիկան շատ բացի թող վիճակում։ Հարկադիր պարապորտի են մատնվել Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բեռներ տեղափոխող տասնյակ վարորդներ։ Նրանց խոսքով հայկական պտուղ բանջարեղենի, ծաղկի, Ռուսաստան արտահանման արգելքից հետո իրենց բեռնատարները տեղից չեն շարժել։ Խոսքի մի տարի առաջ մի քիչ բոլեմենի էր, տերպիտ էինք անում 2 օրեր, 3 օրեր զադերժ էր, տերպիտ էինք անում, բայց հիմա вообще ահավոր վիճակ է։ 20 օր Հայաստանում եմ, ու մենակ ես չես տեղով կա հավաքված։ Բեռնափոխադրող հայ վարորդներն այսօր բողոք են արել հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետ տանող ճանապարհին։ Ըստ նրանց հայկական լոգիստիկ միջնորդ կազմակերպությունները նախընտրում են օտարերկրյա հիմնականում վրացի բեռնատարների վարորդների հետ աշխատել։ Ցածր գնով են նրանք այից բկետ բեռներ հասցնում, որովհետև չեն հարկվում։ Իրենց դուրս են մղում մրցակցությունից, ասում են վարորդները։ Վրացին գալիս է, մտնում է մեր Հայաստանի տամոժնին 15000 դրամ, սենց հաշվում տալիս է, ու սվաբոդնի գնաց։ Ու ինքն էլ գալիս է, պրիտոմ ինքը մի հատ քեշ փողը ստանում է ու եթում է։ Բայց հələ մեծը եթե ես 5000 դրամ եթե մուծած չունենամ, դահական փակում է ու всё, միջև չմուծեմ էդի։ Մտցնեն հարգային դաշտ երրորդ բեռնափոխադրողին, երրորդ երկրի բեռնափոխադրողին, որպեսզի ավելի մրցակցային լինի շուկան, ու ըստ այդմ նա կարող է ավելի ցածր գնով կատարել նման բեռնափոխադրումը, որն էլ ստվերային շուկայում է գտնվում եւ անվերահսկելի է։ Պետության բաստողումն է, որ իրենք հիմա անգործ են մնացել, բողոքում են բեռնափոխադրողները, ասում են Ռուսաստան բեռներ տանելու այլ ընտրանքը չկա։ Եվրամիության անդամ երկրներն իրենց հասանելի չեն, հազարումի հարց կա լուծելու հին աշխարհամաս հասնելու համար։ Հա ցույց տա մեզ ուղղություն է թանկ։ Հիմա կարան մեզ ասեն Եվրոպայի թանկ, գիծը բացել են, կարանք հիմա մենք ֆրստենք մեր ավտոների գլուխները դեպի Եվրոպա, կարում են անել, կարան քշենք Եվրոպա։ Ես պատրաստ եմ ամեն ինչով, թղթով, թանակով, ամեն ինչով, գրագիտականով, ամեն ինչով, լեզվով պատրաստ եմ։ Կարան ինձ ֆրստեն Եվրոպա, քշեմ։ Բայց 99%-ը չի կարում։ Մեկ տարի առաջ կառավարության դիմաց բողոքի ակցիաներ են արել այս մարդիկ, որ պետությունը լոգիստիկ ոլորտին տեր կանգնի։ Հայաստանից արտահանում իրականացնող օտարերկրյա բեռնափոխադրող ընկերություններին եւ անհատ վարորդներին հարկային դաշտ մտցնի, որ հավասար մրցակցություն լինի։ Ասում են գործադիրում գիտեն, բայց մատը մատին չեն տալիս։ Մի քանի անգամ այս հարցը նույն ձև էլի բարձրացնել ենք, էլի ոչ մի լուծում չի տրվել, հիմա ուզում ենք մեր խնդիրը լուծենք։ Այսինքն, եթե չենք կարող լուծենք, օրինակը sense բերեմ, ունենք վարկեր, վարկերով այդ մեքենաները գնել ենք, հիմա գալիս է վարկի օրը։ Պետությունը ինձ կարա աջակցի, օրինակ երկարաձգի իմ վարկը։ Արդեն մի ամիս է ոչ մի գործ չեմ անում։ Մի ամիս։ Դե հիմա sense տղերքից 1000 դրամ, ընդանից 1000 դրամ, այս ամսու 12-ին չգիտենք վարկը ոնց փակենք։ Պարտք են անում, որ գոյատևեն, վարկերը մարելու օրերն են մոտենում, թե ոնց են փակելու, Աստված գիտի, սրտնեղում են վարորդները։ Էդգար Ղուշչյան, Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան և Էլեն Յահինյան, Հայլուր։